Բարի լույս սիրելի հետևորդներ, վաղուց չեմ նկարահանել, երեխաները հիվանդ էին, ճիշտն ասած հավես չկար, ես էլ եմ վատ առողջ, բայց գործերը տան շարունակվում են, այսօր որոշել էինք այսպիսի բիսկվիտի խմոր պատրաստել և ջեմ, ծիրանի ջեմով կսել և համտեսել, այստեղ էլ չամիչ եմ պատրաստել, խաղող էր մնացել տանը, երեխաները հավեսը հանեցին կերան, մնացածն էլ սենց չամիչ եմ պատրաստել, քիշմիշ խաղողից, ահա, այսպես, հիմա մի շերտս թխվում, մյուսը կդնեմ, ընթացքում ցույց կտամ, ոնց է պատրաստվել և ինչ է ստացվել մեզ մոտ։ Նաև կողքից պատրաստել եմ խմոր և կաթնաշոր, տնական կաթից սարքած կաթնաշոր է, երեխաների համար և մեզ համար պատրաստել ենք վարենիքներ, շատ ենք սիրում, շատ ենք հավանում, այնպես որ դուք էլ պատրաստեք, շատ համեղ է։ Սիրելի հետևորդներ, ես առաջի շերտը թխվեց, կոկորդս չորանում է, թխվեց, հիմա երկրորդը կդնեմ ու ոչ մի ավել բան, ջեմը կսելն վրան իրար վրա դնենք և վերջ, հասարակ համով և թեթև։ Դե ինչ հետևորդներս, ես արդեն վերջացրեցի, թխելու ընթացքում մտափոխվեցի, ասի սառնարանում ունեմ սեսմարոջինայի կոնֆիտյուր, մեկը դրանով արեցի, մյուսը ծիրանի ջեմով եմ միջուկ արել և ահա այսպիսի համով թխվածք է ստացվել, հեշտ հասարակ և բոլորի կողմից սիրված, մեզ բարյախորժակ, դուք էլ թխեք, դուք էլ փորձեք, շատ համեղ է, դե ինչ մենք է կհանդիպենք օրվա ընթացքում, հարմար լինելու դեպքում կնկարեմ, շնորհակալություն, որ դիտում եք մեզ։ Ես այդիկս դպրոցից եկավ, իրան եմ կտրել, սենց երկար եմ կտրել, այսպես է տեսքը։ Всё, приятного аппетита։ Ահա սիրելի հետևորդներ, պատրաստել եմ վարենիքները, հիմա դնելու ենք եփելու և արդեն ընթրենք, ձեզանից է շնորհակալություն, որ մեզ հետ եք, հետևում եք մեզ, լայքեք մեզ, եթե հարցեր ունեք գրեք, սիրով կպատասխանեմ, շնորհակալություն, կհանդիպենք նոր վիդեոներով։